Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում սկսում է հին Եգիպտոսի արվեստի ծաղկումը, հյուսիսային և հարավային թագավորությունների միավորումից հետո։ Փարավոնը, դառնալով երկրի ղեկավար, ձեռք է բերում անսահմանափակ իշխանություն, ինչպես նաև իրեն հռչակում է արևի աստված Ռայի որդին։ Հին թագավորության արվեստը համարվում է եգիպտական դասական արվեստը։ Նրան բնորոշ է մոնումենտալությունը, հանդիսավորությունը և իրականությունը ճշգրիտ պատկերելը։ Արվեստի տեսակներից առաջնային դիրքը պատկանում էր ճարտարապետությանը, որը կապված էր անդրշիրիմյան կյանքի հետ՝ դամբարաններ, մաստաբաներ, բուրգեր։ Այս տարածում ստացավ քանդակային դիմանկարը։ Հին Եգիպտոսում մեծ նշանակություն ունեին սրբազան պատկերները։ Այդ պատկերներն օգնում էին պատկերացում կազմել Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին։ Հին Եգիպտոսի պատկերացումների համաձայն, մարդը մահվանից հետո պետք է հայտնվեր Օսիրիսի դատաստանում։ Պետության մասին կազմվել են բազմաթիվ լեգենդներ։ Դրա հզորությունը կարելի է գնահատել այն պատմական հուշարձաններով, որոնք այն թողել է իրենից հետո։ Հայտնի Սֆինքսը և բուրգերը մինչ օրս հայտնի են և մեծ ճանաչում են վայելում։ Մեռյալների քաղաքը զարմացնում է իր վանքերով և գերեզմաններով։ Երկրում կան նաև բազմաթիվ թանգարաններ, որտեղ կարելի է հանդիպել գերեզմաններում հայտնաբերված զարդերի և կենցաղային իրերի։ Եգիպտոսի թանգարաններում կան հին Եգիպտոսից պահպանված բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում նաև Թութանհամոնի գերեզմանի գանձերը։ Շարմ էլ-Շեյխում է գտնվում Մովսեսի հայտնի լեռը՝ Սինային, որի բարձրությունը 2000 մետրից ավելի է։ Բազմաթիվ տուրիստներ այնտեղ այցելում են թե՛ ամռանը և թե՛ ձմռանը։